Բարեկամներ, իմ սիրելի հայրենակիցներ, արգանքներս, մենք այսօր ունենք երկար ճանապարհ անցնելու եւ մենք արդեն երկար ճանապարհի որոշ չափը անցել ենք։ Հիմա աչից ծաղկած Արարատյան դաշտավայրն է։ Ծառերը արդեն ծաղկել են եւ գարունը ավելին քան մոտ է շուտով։ Այս ծառերի ծաղկունքի բույրով կլսվի այս դաշտավայրը, փոխարինելով մի հոտի, որը միշտ կա եւ ցավոք սրտի չի լինում վերացնել այդ հոտը։ Այստեղից մի քիչ վատ հոտեր ա գալի, էլի պայթակ։ Հիմա ընկերներ մենք գնում ենք Այգաբան Սուրիկ Պապիկի ծննդյան օրը շնորհավորելու եւ հենց սկզբից ասեմ, որ Սուրիկ Պապիկը մեր եզդի բարեկամների ներկայացուցիչ է եւ այսօր նրա ծննդյան օրն է։ Նրա երեխաները, դուստրերը, Գոհարը եւ Քնարը, ինչպես նաեւ Թորնուի Նարինեն որոշել են Պապիկին ուրախացնել, էմոցիաներ տալ, բայց բացի Պապիկին էմոցիաներ տալը, նաև տատիկին են էմոցիաներ տալու, որովհետև տատիկն է Պապիկին լավ պահում, առողջ պահում, ճիշտ է, Պապիկ այս պահին ունի առողջական խնդիրներ, բայց մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, առողջ է լինելու, որովհետև այդպես է պետք որ լինի։ Հիմա մենք գնում ենք սիրված հայրիկին եւ Պապիկին շնորհավորանքներ տեղացնենք, ներկապային գտնվում ենք Արմաշ գյուղում, Արմաշ արգանքներս, ես Արմաշը շատ եմ սիրում, Արմաշը գնալով ավելի է ծաղկում գեղեցկանում, վերջի քանի տարին գնում գալիս ենք, անընդհատ նոր բաներ են ավելանում, մեր արմաշցի բարեկամները ուժեղանում են, իսկ մենք միայն ուրախ ենք այդ առիթով, մանավանդ ձախից մեր նահող աղբերը օրնի բուն մեքենաներ է սարքում, որովհետև նա մեքենագործ է, մեքենա սարք է, այո, նա սարքում է մեքենաները, նրա վեճին չի։ Տեսեք, էլի ծաղկած ծառերն են եթերում։ Հիմա մենք գնում ենք Այգաբան, հարգելի այգաբանցիներ, արգանքներս, իմացեք գալիս ենք ձեզ մոտ Սուրիկ Պապիկին ուրախացնելու, որից հետո ընկերներ մեր մյուս մեգա ճանապարհն է սկսելու, գնալու ենք Գյումրի։ Այսօրվա մեր այս տեսանյութի մեջ կտեսնեք Այգաբանի պատմությունը, իսկ մյուս տեսանյութի մեջ արդեն կտեսնեք դեպի Գյումրի մեր ճանապարհը, որտեղ մենք գնալու ենք շնորհավորենք սիրված անձնավորության ծննդյան օր, իսկ այդ անձնավորության մասին եւ ընդհանուր ծննդի մասին խոսեմ Այգաբանի պատվերից հետո։ Շատ հիանալի միջավայր է այս տարածքը, այստեղի գյուղերը, այստեղի գյուղերում շատ ու շատ աշխատասակ մարդիկ են ապրում, դրա բառապացույցը այս ծառերն են ծաղկած, դաշտերը մշակված, այստեղ եթե մարդը չխառնվի, հավատացեք կիսանապատային իրավիճակ է, բայց արի ու տես, որ մեր Արարատյան դաշտի ժողովուրդը այնքան աշխատասեր ու ստեղծագործ են, որ 4 դաշտերը սարքել են պտղաբեր այգիներ, այն էլ այնպիսի այգիներ, որ ամբողջ աշխարհում այս այգիների բերքը գնում հասնում է եւ մեր հայրենակիցները, ովքեր ապրում են դրսում, օգտվում են այս այգիների բերքից, երբ որ գալիս է պահն ու ժամանակը։ Մեզ համար դա պատվաբեր է անցնել այստեղով, որովհետեւ մենք տեսնում ենք ու ներկան ու ականատեսն ենք դառնում այս աշխատասիրության։ Մեր հայ ազգը հենց այսպիսի դիմագծեր ունի ամբողջ պատմության մեջ։ Մենք միշտ ստեղծել ենք անհնարինը դարձրել հնարավոր։ Իսկ հիմա մենք այդ ամենը կրողն ու շարունակողն ենք, որ դարերի միջով անցկացնենք, փոխանցենք մեր սերունդներին։ Կանցնեն 100 տարիներ, ոչ ինձանից հետ կմնա, ոչ ձեզանից, ոչ կհիշեն մեր մասին, ոչ կիմանան մեր խնդիրների մասին, բայց մեր սերունդները կիմանան մեր արած գործերի մասին, այնպես որ բոլորս անենք այնպիսի գործեր, որոնք ունակ են անցնել դարերի միջով, թե ֆիզիկական, թե հոգեբանական, պետք է լինենք այնպիսին, ինչպիսին որ եղել են մեր պապերը, եւ ոչ մի վարդյան չմոռանանք նրանց գենի մասին, որ այդ գենը սրբորեն փոխանցենք մեր սերունդներին։ Հիմա ընկանք խոսակցությունով ասենք Սուրենավան։ Սուրենավանն էլ ընկերներ շատ գեղեցիկ գյուղ է, տեսեք նկատում ենք արդեն ճանապարհի աջակողմյան հատվածում բուտկեքը, որտեղ շուտով կվաճառվեն այստեղի բարիկները։ Շատ հզոր բնակավայրեր են այս բնակավայրերը, եթե ուշադիր չլինես չես նկատի, բայց ես այսքան խոսում ասում եմ, որ իմանաք, այստեղով անցնելիս սա միջպետական ճանապարհն է, իմացեք, որ հզոր տեղով եք անցնում, տեսեք ջերմոցները աչից, ճիշտ է, տների կտուրները դեռ փոխարինված չեն ժեշտի, բայց մարդիկ ապրում են ուրախ, ստեղծագործ, դա նրանց չի խանգարում ստեղծագործը։ Հուսանք մի օր այս կրիշները կփոխարինվեն ժեշտով եւ մենք անցնելուց շատ լավ կզգանք մեզ։ Ես ուզում եմ այդ փոփոխությունը տեսնել։ Ձախից մեր սիրելի գազալցանկայանը, բենզալցանկայաններ անցանք։ Աչից դեղատուն կա, շինանյութի խանութներ կան այստեղ, մի խոսքով հզոր միջավայր, որտեղ
մարդիկ չեն հանձնվել եւ իրենց գյուղը շարունակում են ծաղկեցնել։ Գնանք առաջ, գնանք ավարտը։ Աչից էլ մի փունջ սերդ է ընկերներ։ Արմար Սուրենավանում կա մի փունջ սեր ծաղկի խանութ, որտեղ սեր կարող ես վերցնել ու տանել նվիրել նրանց, ում որ ուզում ես։ Սիրառատ է Սուրենավանը, ՍՍ Սուրենավան Սիրառատ Ստեփանը Սլացավ։ Այո, սերով մի ակոստիկոս ասեցի։ Արարատ գյուղում Գյուղամիջյան ճանապարհով անցնում ենք, ասեմ ձեզ, այս գյուղերի առանձնահատկությունը, ուրեմն միջպետական ճանապարհը անցնում է ընդհանրապես գյուղերի ձախակողմյան հատվածով եւ այս ճանապարհը արդեն գյուղերի միջով է անցնում, հետեւաբար այստեղ արագությունը թույլատրելի 60 է, իսկ մայրուղում 90։ Եթե գալիս ես այս գյուղերը, այս ճանապարհով ավելի մոտիկ է Զոդի կամրջից, հետեւաբար մենք հենց Զոդի կամրջից աչով ուղիղ եկել ենք, որ գնանք մեր շատ սիրելի Այգաբանը։ Ծածանվում են Արցախի եւ Հայաստանի Հանրապետության դրոշները, շատ գեղեցիկ քամու ներքո օրորվում են, հիշեցնելով մեզ մեր պետության մասին, պետականության մասին, որը մեզ հպարտություն է տալիս, ուժ է տալիս։ Իսկ մենք մեր պետության ճանապարհներով գեղեցիկ երթևեկում ենք։ Հրաշալի է ունենալ սեփական տարածք, ուժեղ է այդ զգացողությունը։ Աչից ձախից խանութներ են, քանի որ սա ճանապարհ է իրար միացնող շատ ու շատ գյուղեր, այստեղ նույնպես շարժը ուժեղ է եւ շատ կհանդիպես մեծ խանութներ, մեծ սուպերմարկետներ, որովհետեւ հենց շարժն է ձևավորել այս ամենը։ Հիմա ձախից էլի շենք են կառուցում, ակտիվ է այստեղ առօրյան եւ մենք այս առօրյայի միջով անցնում ենք ամեն անգամ տեսնելով նորությունները, փոփոխությունները եւ մեզ լավ ենք զգում։ Հիմա մենք շուտով հասնելու ենք Այգաբան գյուղ, որտեղ կգնանք Սուրիկ պապիկին ուրախացնելու։ Աչից Արարատի գործարանն է Ավշար գյուղի վերջանալուց աչի վրա։ Իսկ հիմա մենք մուտք ենք գործում Այգաբան, ընկերներ, 1828 թվականին է հիմնվել Այգաբանը, իսկ մենք մեծ սիրով գալիս ենք այստեղ, հենց Այգաբանը եւ մեր գյուղի հիմնվելու տարիները լրիվ համընկնում են, այսինքն մենք նույն ժամանակ ենք եկել եւ մեր գյուղերը բնակեցրել եւ շենացրել, հիմա էլ շարունակում ենք շենացնել։ Հիմա մենք պետք է գտնենք Անուշի աղբերների ցույց տանք մեծ աղբեր Սուրիկի նկարը, որ մեզ ուղղորդեն դեպի օջախներ։ Ահա զանգ եկավ, լավ, չէ, հենա։ Տատիկի անունն եմ մացե, Ժենիկ տատիկը։ Ժենիկ տատիկին էլ ծաղիկներ ենք տանում, բարև ձեզ, ոնց եք։ Լավ ես։ Կապերը լավ է, չէ, հիմա որ ես ցույց տամ ուր եմ հասել Այգաբան։ Տեսեք։ Դեպոջան դպրոցի կողմով եք գնում։ Դա չգիտեմ, դպրոցի կողմով։ Հենց բան է, այդ ինչ էր։ Ավշարից դուրս եկա, մի անգամից աչ արեցի։ Ընկերներ, հիմա մենք գնում ենք Այգաբանի կենտրոնական, այս երևի բանն է, չէ։ Մշակույթի տունն է։ Այգաբան մենք շատ ենք եկել ու դեռ շատ էլ գալու ենք։ Հարգանքներս Այգաբանին եւ ասեմ ձեզ, որ միշտ էս եղանակային պայմաններն այնպես են լինում, որ մենք չենք կարողանում նորմալ մարդավարի դրոնով նկարենք։ Հա։ Լուրդուս նկարենք, եթե դրոնը մեր մոտ չի։ Հա։ Հիմա երթևեկում ենք, այս օջախ մենք եկել ենք, հարգանքներս հաստատ կտեսնեն այս տեսանյութը, կիմանան, որ մենք հիշում ենք, որ եկել ենք։ Տեսեք, Կամազների փողոցն է, ընկերներ, Կամազներ կան, Զիլ կա, Բեռնատարների փողոցը մի խոսքով, բայց այս տունել ենք եկել, Վարդան, հիշեցիր։ Այո, մենք Այգաբանում շատ ենք եղել, ընկերներ, հարուստ պատմություն ունենք Այգաբանի հետ կապված, այստեղ շատ ենք մենք գալիս։ Այսօրն էլ բացառություն չի։ Հիմա գեղեցիկ, դպրոցը երևաց արդեն, զանգում եմ։ Նենա, դպրոցը էլի, սա այն էլ է դպրոցն էլ։ Դպրոցն էլ մոտիկից նկարի, այգաբանցիները ովքեր գտնվում են դրսում, թող տեսնեն դպրոցի կարոտներն առնեն։ Հիմա ես արդեն հասա դպրոցի պարտեզնա աչից դպրոցը ոնց որ, հա։ Օ, մեծ էլ դպրոց ունեք։ Այս կողմերն է տունը, հա։ Բայց մի րոպե, մի քիչ խավար է ցույց տալի կապերից։ Կապերից է, հիմա այս ձեր տունը չէ։
Չէ, հաստատ է չի։ Դե հիմա ոնց է տան մաչ ենք անելու ստեղից, հա։ Հա, Սմբատյան փողոց հենց չենք մտել մի խոսքով։ Հիմա նոր մտնում ենք։ Էսա, մտնում ենք։ Չէ, հաստատ է չի, բայց հաստատ չի Այգավանում եք։ Հա, Այգավանում ենք, հա, դպրոցի մոտ ենք։ Հարություն Սմբատյան փողոցի վրա ենք։ Դե կաղա էդի են հատվածնա, որ ձեզ ծանոթ չէ։ Հեսա կգնանք քիչ-քիչ կծանոթանա։ Հեսա ստել ինչ-որ բան են սարքում։ Երևի դպրոց են էլի սարքում, չգիտեմ։ Հեսա այսի դպրոցն է, արդեն դպրոց մոտ ենք մենք, հենա։ Դիշտեր գնում եք, դե ուղի։ Բա, տեսար, ճիշտ է ես։ Ուղղակի այդ կողմով չես անցել, միշտ եկել եք ստեղով եք անցել երևի։ Ենթադրում եմ, էլի։ Արտիկի տուֆով օջախ եք առուսվում հայոց սրբազան, բարով խերով ավարտին հասցնեք, գանք տնանք ուրախանանք։ Ահա, ստեղը արդեն երևում է անասնապահության շունչը։ Հեսա տեսեք, բանա, բուրգ է, անասնա, կերի, մնացորդի, հա։ Հես էլ ավազա, շինարության նշանները։ Այգավան մենք եկել ենք ես դե աղբերների տուն, հիշում ես, որ ասեմ ինձ չգցեք։ Հիշեցի, ես հիշում եմ ամեն ինչը։ Հենց անոթ է արդեն տեղանքը։ Սուրիկ պապիկը հելելա, լրիվ չոտկե է, որ գնանք շնորհավորենք։ Տեսեք այստեղ։ Հաստատ եզդիների օջախը, նայ սիրամարգը։ Հենց հետա Սուրիկ պապիկը էդի սիրուն սիրամարգա խփե վառոտին։ Հեսա այդան գովաբան ենք ասենք քո սիրամարգը մենք շատ հավանեցինք։ Մի կողմում արևա, մի կողմում սիրամարգ, դե որ էտա, տեսար ինչ հեշտ գտանք, դու կարայիր ասել։ Հես մեր ծաղիկները, հեսա։ Հես էլ տորտը։ Պապի տորտն է։ Աղբերս բանը։ Դե հետներս անեն կասի բանը, ուրեմն պապիկը անը Սուրիկ տատիկինը ժենիկ, անը կնկալ արել են դուստերերը եւ թորնուին, բայց անները նարին էր թորնու աննը։ Իմ անունը Նարինն է, երկու աղջիկ քնարիկ, մեկ էլ գոհարիկ։ Քնարիկ, գոհարիկ, Նարին է, հա։ Всё, դե դու հենց խոսած լսել են, չխոսած։ Վերցել ես գմփիկ։ Գնանք Սուրիկ պապիկին ասենք հելո։ Երևում է լավ կադրը։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Հարգանքներս։ Սուրիկ պապի, հազար բարին, այսօր քո ծնունդն է։ Ձեր մի ամսյակը շնորհավոր, Սուրիկ պապիս էլ ծնունդը շնորհավոր։ Էնի որ հանես, հիմա ինչ կլինի։ Մի պահ հանես քեզ։ Մեռնեմ սրտիդ, հələ հան, հանում եմ որ հանես շունչդ կտրվի։ Հա։ Դրանով է։ Դե ուրեմն ծնունդը շնորհավոր լինի։ Մենք եկել ենք քեզ ուրախացնենք, բայց ժպտա։ Կարևոր շունչը տեղն է, էլի։ Ժպտա ուրախացի, ինչ սիրուն նիվան ես, սիրուն համարներով։ Վառոտդ էլ տեսանք, սիրուն զարդարել ես։ Ծնունդը շնորհավոր քեզ լիքը սեր առողջություն ենք բերել։ Ուժեղ ես, լավ ես։ Իդես չենք եկել հասել մոտը։ Որ քեզ առողջություն բերենք, տեսնում ես ինչ հատապտուղներ ենք բերել։ Դե որ լավ շնչում ես, նշանակում է շունչ կարաս քաշես, փչես մոմերը հանգի։ Երազանքդ պահի ինչ ուզես կատարվելու է։ Դա երազանք ինչ պահի։ Ինչ ուզես, ինչ ուզես։ Կանի գալավոր կա։ Հա բա, կանիկից էլ ծաղիկներ են։ Տալիս ենք։ Այս քաղցրությունը մի պահ վերցրու քո ձեռով։ Ես դեմ եմ դու ուժեղ ես, էլի շնչառությունն էլ հեսա կդզվի ինչ այլ է։ Ելնես մեր կա ֆուտբոլ խաղաս լրիվ կդզվես, հա։ Տատի ո՞նց է, ժենիկ տատի։ Գիտես չէ քեզ ծաղիկ ենք բերել։ Բայց գիտես ով է տալու ծաղիկը քեզ։ Հեյ, տարիները անցան, բայց ձեր սերը ջահել է, չէ՞ սերը։ Սերը զգում ես, չէ։ Հələ վերցրու։ Տատի կարաս գաս մեծ ծաղիկ տա քեզ։ Արի, ասում ա չէ։ Էդ ինչ է։ Արի հələ տես տաղան ծաղիկը վերցե կայնել է քեզ։ Արի օգնեմ, արի։ Հələ գնա, այն կողմից գնա։ Հեսա վախացնում եմ ձեզ, չվախենաք, սիրուն պահ ենք պարգևում ձեզ։ Տատի դե վերց, մի վախեցի վերց։ Դուր դե, չես տալի։ Հենո կես չեմ տվե։ Չես վախենում։ Չեմ սպանի, ես սեր եմ բերել ու գիտես, որ երկար հասար ամուսնուտ
Ձեզ ուզում եմ մատ լավ հիշողություն պարգևեմ։ Շատ սիրուն հիշողություն։ Հələ նայ, մատ առաջին դու նայ, տես ովքեր են։ Տենում ես։ Բա։ Հələ նայ։ Հələ նայ։ Հիշար։ Դե վերցրու ես կոննա։ Գիտես ում կողմից է։ Հա, ասել եմ։ Ամեն առաջինը Նարինե Թորնուհուտ կողմից է, ստել գրած է, սիրելի պապիկին։ Տատի քեզ էլ է սիրում, անկար չմտածես չի սիրում։ Հա, սիրում է, շատ է սիրում։ Հələ նա ինչքան է սիրում, ստեղ է, եկել է մեր հետ։ Իրան սիրում եմ, դրան ես եմ։ Պապի, հələ տես քեզ ինչ են ասում։ Քո դուստրերի կողմից է։ Դու եմ, շնորհակալ եմ, բոլորից էլ շնորհակալ եմ։ Ուրախացար, բայց։ Դուք լավ եք։ Ուրախացել ես։ Պարկար դու լավ եմ, պարավեր լավ Ուրախացել եմ, դուք իմանաս։ Հա, ուրախա։ Եթացել ենք։ Աչե լավ է։ Լավ rozumiem, լավ rozumiem։ Ինչ անենք։ Սաղ է մեծանում են։ Քո դուստրերի ու թորնու կողմից քեզ սեր ու հարգանք ենք բերել։ Արդեն զգում եմ, սս ոգևորված։ Նա ուսերը բարձրացել է։ Հա, ուսերը սենց է լավ։ Չեմ տեն մեդալ դժվարը։ Ասма չեմ տենում։ Ոչինչ կտենաս։ Քեզ լավ որ։ Սիրով լես միշտ։ Տատիս դե լավն է, լավ պայ, մոտիկ չէ կա նորմալ ծաղիկները տա։ Հա? Դինա, կապահո։ Սողի կապահո։ Չէ, լավ ալելու սա։ Ձեզ լիքը լավ դրական էմոցիաներ ենք, բայց լավ կպայս որ գան իրար հետ խմեք։ Իրար էլ խմենք։ Չէ, էնի հիմա չես բացում, էնի հետո կբացես, որ գան իրանք, ասել են գալու ենք։ Հա, էլի գալու են։ Հա։ Խոսք եմ տվել կգաք։ Ասել են որ գալու եք։ Դե ձեզ լավ որ հարգելիներս։ Մենք գնացինք։ Լենա, անակնկալը եղավ։ Ես էլ ձեզ անց եմ շնորհակալ։ Մենք էլ գնացինք Գյումրի, ելնում ենք գնանք Գյումրի հիմա։ Այ գավանից։ Դե ձեզ լավ որ հեքիաթային նոր բարեկամներ, ահա, այսպես սիրված պապիկին հասավ իր նվերը, պապիկը հիմա կնստի ու կհիշի միշտ այդ սերը, որովհետև սա հարգարժան սեր է դուստրերի թորնուհու կողմից։ Իսկ մենք ընկերներ հիմա վերջացնելով Այգաբանի գեղեցիկ պատվերը մենք ուղևորվում ենք դեպի Գյումրի։ Եզդի բարեկամներ, հարգանքներս, դուք մեր բարեկամ ազգն եք, դարերի խորքից եկած, մենք ձեր հարստությունն ենք, դուք մեր, այնպես որ մենք միասին հարուստ ենք, գնացինք առաջ, հարուստներով ենք, էլի հավքը վեճոգիր, հարուստ ենք մենք աղբեր, մենք դարերով ենք հարուստ և հզոր։